դրամահավաք են կազմակերպել 209,000 $25,000 մեկին եմ տվել։ Դզված եմ։ Ես գիտեի, որ երկուսով կռված եք։ Դուք իմ մանկության արմուշն եք, շատ լավն էր։ Մի օր պապաս բռնեցնում եմ սիրալիցի հետ։ Ես եմ ու Նիկոլ Փաշինյանը։ Մկոին նայող կա ստեղ։ Հյուրասիրում է բոլորին։ Որ ասում եմ արմուշ, արուսն էլ հետս է։ Կինո Մոսկվայի բակում արդաշատ է, այսօր տեղի է ունենում «Օպա պապա» ֆիլմի պրեմիերան, որին նաև հրավիրված ենք մենք, ես էլի, անվճար հիմունքներով։ Սա կլինի իմ վերջին հաղորդումը, որը դուք դիտում եք առանց բաժանորդագրվելու, քանի որ մյուս բոլոր վիդեոներս հասանելի են լինելու միայն բաժանորդագրված հետևորդների համար, այնպես որ բաժանորդագրվեք, սեղմեք եք զանգակի կոճակը ու գրեք «Արուսեսից ծիտես»։ Լավով էլի, լավ իմաստով ծիտ։ Դուք նկարահանվել եք ֆիլմում, փողով թե անվճար։ Փողով։ Որտեվ Հրանտ Թոխատյանն ու Նարեկ Դուրյանը անվճար են նկարվել։ Հետագի գաղտնիք է։ Ասեմ ավելի պրոդյուսերը էս տղեն, էս Մուրազի վրա տղեն, իշ մեքենան վաճառել է, որը սինո նկարել։ Այդ տեղյակ է, հա։ Կողո հանեք այդ փողը հետ։ Ինչ ավտոներ եք վաճառել, որ ֆիլմը կարողանաք նկարել։ Լիսյան եւ Opel Astra։ Շատ լավն էր։ Կատակ չէր։ Կուզեք ես փողը հավաքեմ ես ձեր կինոյի, որ դուք սենց խեղճ վիճակում եք, տամ ձեզ։ Հիմա։ Հա։ Այսքան աստղեր են գալիս, ոնց է չլինի։ Գարիկ, քանի որ տղաներ իրենց մեքենան վաճառել են, որպեսզի կարողանան այս ֆիլմը նկարել։ Լավ, լուրջ, իրանք մեքենա ունեին։ Թալալ էին։ Արի դահլիճ, Արուսից աչ։ Արմուշ, Ամերիկայից որ եկել եք, տենց հիմա դուք դզված եք, թե ուղղակի եկել եք։ Դզված եմ։ Բայց եկել եմ այստեղ եմ դզվել։ Ինչու եմ ասում, որովհետև տղաները ֆիլմը նկարահանելու համար վաճառել են իրենց մեքենաները այս ֆիլմը նկարելու համար։ Մենք այսօր դրամահավաք ենք կազմակերպել՝ ի օգնություն տղաների եւ կմիանաք։ Ինչքան է։ Ինչքան տակ տակել, եթե քեշ փոքումար չունեք, կարող եք ուղղակի ուղարկել իմ քարտին։ Բայց գնալու է գորենց բյուջե։ Որը սարև գորեց եմ տալու։ Հաշվենք 3000-ով տոմս են կարը ես ու Լուսինեն 6000 փոխանցում են։ Տեսեք փոխանցեց։ Անկամ ինձ այսօր 6000 չփոխանցեց։ Բայց դու կինոմինո չես նկարել։ 4-5-7-8 Քարտի համարն ես ասում։ Քարտի համար ասեմ, դուք մի անգամից գցեք։ Դու հավաքի իշքան ես ուզում փոխանցել։ Ձեր հաշվին 209,000 կա։ Կուզեք այն 9,000-ը թողնենք ձեզ ձեռի փող, այն 200,000-ը ուղարկեմ։ Լավ, մեղքեք, եկեք գոնե մի 150։ Ոնց ասես։ Հա, ձեր դեմքով։ Բանը ստարտը Նորոյնք 6,000 տվեցին։ Բայց իրենք լուրջ ես ասում։ 4, 5, 7, 8 15,000 դրամ, իդեալական է։ գնաց։ Ձեր կինոն ոնց որ գմփացրել է, չէ՞։ Լսել եմ բարի օր եւ բարի օր երկու ֆիլմերը, տենց լավ ֆուլ դալիճներով։ Իսկ գիտեք, որ տղաները վաճառել են իրենց մեքենաները, որպեսզի կարողանան այս ֆիլմը Այո, նկարել։ վաճառել են ինձ։ Լուրջ։ Հա, վաճառ, ասացին ուզում ենք ֆիլմ նկարենք։ Երկուսն էլ առել եք։ Երկուսն էլ առել եմ, այո։ Ինչքանով։ $25,000 մեկին եմ տվել, մյուսին տվել եմ $24,000։ Մեկի մեջ իջան, մյուսի մեջ չիջան։ Բարև ձեզ, ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Դուք ով եք։ Ես Ես գիտեմ, որ դուք ստենդափից եք, բայց ֆիլմում էլի։ Ֆիլմում ես Հեռախոսս։ Մի հատ ձեր միտքը պահեք, էլի հեռախոսս կոչել եմ, ստեղ, բայց ինձ մնացեք։ Գյուղում ապրող շախմատ սիրող մի գյուղացի եմ ֆիլմում։ Շնորհակալություն։ Արսեն ֆիլմը քանի որ հոր մասին է, անփույթ անպատասխանատու հոր, կարող եք հիշել ինչ-որ պատմություն ձեր հայրիկների մասին։ Մի անգամ պապաս ինձ բերեց Ռայալ փոքր խաղալիք, որը նվագում էր, ու ես բնականաբար ոգևորված երեխա նվագում էի, պապան ասեց մի նվագի, գլուխս գնաց մի նվագի, 3 անգամ ասեց 4-ից 6-րդ հարկից շպրտեց այդ իր նոր գնաց Ռայալը։ Շնորհակալություն, շատ իդեպ համապատասխան պատմություններ։ Նորայր։ Հայրը չեմ հիշում վատ պատմություն։ Որ պապայի հետ կապված ցանկացած պատմություն պատմի, վատն է։ Okay։ Ուրեմն մի օր պապաս բռնեցնում եմ սիրալիցի հետ։ Ունեի բահում ու ընդամենը տևեց 4 օր։
որովհետև ասեցին բավական է։ Նա ինձ ինչ տվեցին ուտելու, ես տվեցի շանը, որովհետև փոքր էի։ Եվ շունը լուծ ընկավ, ամբողջ տունը Մեջ է։ այո, եւ դա եղավ վերջին օրը։ Բաբա շունը ուտելուց լուծ ընկավ, բա որ դու էիր ուտում, նորմալ մարսում էիր։ Ես ամեն ինչ մարսում եմ։ Իրանն ու արդեն գալու են։ Հա, Սիրուշոն կգա։ չգիտեմ։ Սիրուշոն։ Հա, գորես։ Արավ ձեզ։ Ես էլ պրոդյուսերն եմ։ Արավ ձեզ։ Ես էլ պրոդյուսերն եմ։ Հարազատ եղբայրս է։ Տուն ունեք։ Չէ։ Ձեր ծնողներն էլ չունեն Ունեն, բնակարան։ լավ տնում են, գա։ Որտեվ ինչ եմ ասում Արմեն ջան, ես որտեղ մի հատ ընտիր կինոյի գաղափար ունեմ, որ այդ տունը կարող եք ծախել, այդ իմաստով կինո նկարեք, ասեմ գաղափարը։ Ուրեմն տեսեք գլխավոր դերերում ես եմ ու Նիկոլ Փաշինյանը։ Ոնց որ ֆիլմի խնդիրը, պրոբլեմը այն է, որ մի օր մենք արթնանում ենք տեղերով փոխված։ Ինքը իմ կյանքով է ապրում, սենց թույն տժժիկների մեջ իր մարդու հաշվին գնում է, ճամփորդում է, հայտնի լրագրողը բոլորը իրան սիրում են։ Բա պետական աջակցություն է ստանալ։ 300,000 հետևորդ ունի կայֆերի մեջ, էլի, սենց գովազդատուները Շատ լավ իդեա։ բանենամ։ Իսկ ես ամեն առավոտ արթնանում եմ 7-ից հենց ավտոբուսի մեջ, վերաշկյունելով գնում եմ մարզեր ու հիմա ոնց որ ֆիլմի ամբողջ ընթացքը են պետք է լինի, որի փեր ես ուզում եմ հետ բերեմ իմ կյանքը, իսկ ինքը ինձ խանգարում է։ Ես արդեն տեսա այդ ֆիլմը։ Շատ լավ իդեա է, կնկարենք, ավելի էգզիստենցիալ ոճով կնկարենք։ Ես ինչ Օսկար է։ Ես ստացել եմ այս դերի համար։ Ով է տվել։ Համաս։ Մոտ պարապա։ Պրոստը։ Ամաչում եմ արոսակ ինձ նայում կշտնա։ Ոչ ոք քեզ չի նայում։ Արուս ասեն մարդիկ նայում են։ Ով է քեզ։ Մկոին նայող կա ստեղ։ Չէ, ոչ ոք քեզ չի նայում։ Մի հատ մի նայեք, էլի լարված է։ Всё։ Մկո, ինչ կպատվայ, գարիկը կապոյա։ Լավ ինքը ավելի հայտնի է, գնա։ Արիկ։ Ցերեցի Մկոյի, որ քո հետ ինտերվյու անեմ։ ես տեսա, շատ հավես է։ Հավես է, չէ, որ քո համար Մկոյին տենց կոպիտ Բայց ցերեցի։ իմ համար ցրեցիր թե քո։ Կաղա որպես հարուստ մարդ այսօր սաղի չիպսերն ու ադիպուտիները հյուրասիրեք։ Մեծ սիրով, ում։ Ստեղով որ Արման Միտոյանը հյուրասիրում է բոլորին։ Արմուշ ջան, ինչ տրամադրվածություն ունեք ֆիլմի հետ կապված, ձեզ լավն է լինելու։ Այնց ասավոր է, որ մենք իրար հետ դուք ով եք Հա, խոսում։ չէ, դուք իմ մանկության Արմուշն եք, ես է ձեր ծերության Ալիսը։ Օ, դաս քաղաքական երանգ է կամերա։ Պրիվետ։ Դուրս գամ կարմիր դահլիճից։ Կադրից էլ որ։ Էլի կայո։ Լավացի չէ Չէ, կարելի։ իզոլական ես ասել։ Կարող է իրար հետ մի հատ պրոյեկտ անենք ես ու Ինչի՞ չէ որ։ կարող է վիտամին։ Արուսն ու Արմուշը։ Արուսն ու Արմուշը։ Կարող են Արմուշն ճամփորդական որ ասում եմ Արմուշ, Արուսն էլ հետս է։ Հա։ Էդել է, որ ասում եմ Արմուշ, Արուսն էլ հետս Ում է։ ասենք Միտոյանը ստեղ է նոր, Այո, բռնենք իրան, ճամփորդություն հեսա խորանի։ մի րոպե կանչեմ։ Լսի, ես ու Արուսը խոսացինք ու հասկացանք, որ մենք կարանք երկուսով դուետով պրոյեկտ անել, որ ասում եմ Արմուշ, Արուսն էլ հետս է։ Սենց ինչ-որ Կամ Արմուշն ու հաղորդում Արուսը։ լինի, ճամփորդական։ Ինչ պետք է ասեմ։ Այսօր ինչ ուզես Ես արդեն հայ մասել պրոդյուսերա, է։ պետք որ այդ հաղորդումը իրագործենք, Արուսն ու Արմուշը, դիտեք, Կամ էլ գեղարվեստական ֆիլմ կարա լինի։ կամ գեղարվեստական ֆիլմ, Շորը ոնց որ Արմուսն ու Հետո տեսեք մենք ոնց որ տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ես ցիտ տեսեք, Կալգոտկես այսօր տրենդային է, Արմուշը, Բերսկայսինշը, в общем, մեզ ֆինանսավորեք, մի բան արեք, մենք կինո Այսօր նկարենք։ ոչինչ շեշտը դրած է ֆինանսավորման վրա։ Չէ, կազմակերպեք Okay, էլ։ մեծ սիրով։ Բայ բանավորվեցի։ Ինչ ասեմ։ Լսի գնամ ընկերներս ինձ սպասում են, բայց դու շատ սիրուն ես այսօր։ Աչեցի։ Ով են որ քո ընկերները։ Անդեղ են կանգնած։ Ջունի, ես չունեմ ընկերներ, պրոստը ասում եմ որ գնամ։ Կպատմեք էլի մի քիչ ձեր անձնականից, մի քիչ ամալիայոց բաներ էլի ասեք։ Ես ոտի վրա չեմ կարող անձնականից այդքան պատմեմ։ Նստենք։ Դուք որ շարքեք։ Ես 7։ Ա, ես 6, ես ես մեջքով կտրամ դուք պատմեք։ Բայց ես պատմում եմ հետ նայեմ, էլա։ Հա, դե եկեք դուք իմ տեղը նստեք։ Իդեպ եթե հարսանիք լինի առաջարկեմ իրար հետ վարենք։ Հա, էլի, Դες համ բնավորությամբ համ գանարարով էժան եմ։ եկեք։ Ես էլ ինձ էժանոտ եմ։ Հա։ Հա, դիշով կա է։
Ձիշովին ու ձիշովքեն։ Շատ եկես կարող թե ոնց ես։ Հարցը մի դու պատմի, էլի ուղղակի պատմի։ Լսի լավ եմ, տեղափոխվեցինք նոր բնակարանի դեպ։ Լուրջ, բայց վաճառեցիք են հինը թե։ Չէ, մենք երկուսն էլ ունենք, Ռոբի հետ բարիշեցինք։ Ես գիտեի, որ երկուսով կրված եք ու ինքը ճիշտ էր։ Որտեվ ինքն է պատմել պատմություն։ Դե դու պատմած լիներ, ինձ թվում է դու ճիշտ կլիներ։ Կուզես քո հետ կրվենք բարիշենք։ Լրիվ զումերների ոճով եք հագնված եւ կխնդրեմ մեկնաբանեք ձեր հագուստը, որը որտեղից է։ Զարա, Բերշկա, Կոշիկը Զարա։ Կոստյումը եւ շապիկը գնել եմ Stradivarius-ից, յուբկան Lime-ից, կոշիկները չեմ հիշում Ամերիկայից, էս էլ Zara։ Կոշիկները Nike, շալվարը Զարա, Մայկան երևի Alex։ եւ վերքը Թեմու, Սարոջկան։ Զարա թե Pull&Bear երևի։ Ես այսօր փորձել եմ գտնել միջին մի հագուստ, որով կարող եմ գնալ հանդիպման, համ լողապազան, կամ Պրեմիերայի։ Հրաշալի ստացվել է։ Շնորհավորում եմ։ Լավ կարես կարոտել էի շատ, բայց կինոս Ոնց որ փող չունեիք, ես ֆիլմի համար ձեր համար դրամահավաք կազմակերպեցի այս ռեպորտաժի ընթացքում եւ մի կլորի գումար եմ հավաքել։ Գումարը քարտիս է։ Դու ինձ քո քարտի թվերը տուր, ես ամբողջ գումարը ուղարկեմ քեզ։ Մերսի շատ։ Երեք որ դրամահավաք կազմակերպեցի ձեզ համար, ամեն դեպքում ճիշտ կլինի, որ ամբողջ գումարը ուղարկեմ ձեզ, որտեղ նենց չլինի, էլի ինձ եմ պահում։ Կխնդրեմ մի հատ քարտ ուղարկես, որ փոխանցումը անեմ։ Ինչ ավարտվեց ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Ինչպես տեսնում եք, ֆիլմը հանդիսատեսին շատ դուր եկավ մեզ էլ։ Անպայման եկեք, նայեք, տեսեք Նարեկ Բուրյանին հետ ու բաժանորդագրվեք իմ ալիքին, սպասելով նոր վիդեոների։ Հեսա դժական սկանդալներ են գալու։ Շնորհակալություն,